1999 թվականին Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 80-ամյակի մի միջոցառման ժամանակ առաջին անգամ հնչում է այս երգը։ Երաժշտությունը մեծ սիրով եւ ներշնչանքով գրել էր Կապուտիկյանի տան մտերիմ բարեկամուհին Լեյլա Սարիբեկյանը։ Լսելով երգի առաջին հնչյունները տիկին Սիլվան բացականչում է. «Սա իսկական հայոց հիմնն է»։ Բայց ինչն է հետաքրքիր, տարիներ անց մեքենայով Դերձոր անապատով անցնելիս, երբ նորից լսում է երգը, հուզված ասում է, որ հատկապես Դերձորում այս երգը մի հավելյալ խորհուրդ ստացավ։ Հայոց աշխարհ, հայոց երկիր, հայոց հոր, լայն աշխարհում քո գրկի մեջ ապրեմ թող, դու ամռակուր մի ամրոց ես հնավանդ, աշտարակներ տարագած ու արարած, թող ես լինեմ աշտարակի տաղավնին, շուքը դառնային ձապավեն հովանին, ուր էլ լինեմ, ինչ աշխարհ էլ թափառեմ, նորից ետ կամ քո տանիքում ծվարեմ, ու թե մեռնեմ քո գրկի մեջ մեռնեմ թող, հայոց աշխարհ, հայոց երկիր, հայոց հող։ Հայոց աշխարհ երաժշտությունը Լեյլա Սարիբեկյանի, երգում է Լեյլա Սարիբեկյանը։ Հայոց աշխարհ, հայոց երկիր, հայոց հոր, լայն աշխարհում քո գրկի մեջ ապրեմ թող, դու ժայռագուր մի ամրոց ես հնավանդ, աշտարակները արագած ու արարած, թող ես լինեմ աշտարակի տաղավնին, շուքդ մնա իմ ապավեն հովանին, ուր էլ թռչեմ, ինչ աշխարհ է թափառեմ, նորից ետ գամ քո տանիքում ծվարեմ, հայոց աշխարհ, հայոց երկիր, հայոց հող, ու թե մեռնեմ քո գրկի մեջ մեռնեմ թող, դու ժայռագուր մի ամրոց ես հնավանդ, աշտարակներս արագած ու արարած, թող ես լինեմ աշտարակի տաղավնին,
Տիկին Ռաֆլետա։ Այս ամբողջ երկի ընթացքում ես մտովի հիշում էի այն օրերը, երբ Սիլվան կենթանի էր, դեռ ավելի առաջ, երբ Բորակույս էր կենթանի, Սիլվայի մայրիկը։ Եվ հիշում եմ այս ընտանիքների մտերմությունը, այսինքն այն ընտանիքը, որին Լեյլան հարս էր գնացել։ Կապուտիկյանը եւ իր մայրիկը շատ մտերիմ էին այս ընտանիքի հետ։ Եվ հարս գնալուց հետո բնականաբար նա էլ միացավ այս ընտանիքին եւ հաճախ էին լինում մեր տանը եւ արդեն սովորույթ էր դարձել։ Լեյլան իր երգերը որ գրում էր, ամուսնու հետ գալիս էր եւ առաջինը պարտք էր համարում, որպեսզի Սիլվան լսի։ Ես հիշում եմ այս երգի կատարումը, որ Սիլվային շատ դուր եկավ, եւ քանի որ Կապուտիկյանի տանը միշտ լինում էին հանդիսություններ, ինքը շատ էր սիրում մտավորականների հավաքները, եւ այդպիսի մի հավաքի ժամանակ կանչեց իրեն հատուկ, որպեսզի այդ հավաքի ժամանակ երգի այս երգը, հայոց երկիր, հայոց աշխարհը։ Եվ հիշում եմ նաեւ, որ 92 թվականն էր, կարծեմ, որ Լեյլան մասնակցեց երգի մրցանակաբաշխությանը եւ երգեց այս երգը եւ այս երգով հատուկ մրցանակ տարավ ու նորից նա վերադարձավ երգի աշխարհը եւ իր հաստատուն տեղը գրավեց այս աշխարհում երգի մասին է խոսքս ես ցանկանում եմ նրան եւ կարծում եմ Կապուտիկյանն նույնը կասեր որ այս աշխարհում միայն հաստատուն տեղով չգնա, ավելի առաջ գնա, ավելի նորանոր բարձունքներ նվաճի։ Եվ շնորհակալություն եմ հայտնում Լեյլայից, որ ինքը արդեն քանի երգ Կապուտիկյան